Տոնածառների շարքը ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում է, դիզայնի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներն են, մասնակցում են ամենամյա ամանորյա տոնածառ մրցույթին, սովորողները նոր տարվա խորհրդանիշը զարդարել են կիրառելով ուսման ընթացքում ստացած գիտելիքներն ու հմտությունները, ասում են, հետաքրքիր լուծումներ կարելի է տալ ոչ միայն շենքերի արտաքին տեսքին, նաև տոնական եղևնիներին։ Մենք շատ արժեքավորում ենք տարեվերջան այս ցուցահանդեսը, որովհետև սա ոգեշնչում է մեր ուսանողներին եւ տալիս է մրցակցային դաշտ, որտեղ ուսանողները, որոնք դեռ նոր սկսել են իրենց կրթական ուղին, մրցեն իրար հետ եւ ինքնաարտահայտվեն նման հարթակում։ Մրցույթի հաղթողը երկրորդ կուրսի ուսանող Անգելինան է։ Աշխատանքը նախագծելիս օգտագործել է դիզայնի միանգամից մի քանի ոճ։ Ասում է, էսքիզից մինչև մակետի ստացում ամիսներ են պահանջել։ Սկզբից եղել է սովորական էսքիզ, իմ դասախոսների ընկեր Հակոբյանի և ընկեր Գրիգորյանի միջոցով քայլ առ քայլ գնացել է դեպի մակետ և այդպես սխալները ուղղելով, ճիշտ ավելի գեղեցկացնելով դարձել է այն, ինչ որ կա հիմա։ Մրցույթին մասնակցել են դիզայնի ֆակուլտետի բոլոր կուրսերի ուսանողները։ Ժյուրիի կազմը Անգելինայի աշխատանքում գնահատել է հատկապես նախագծային ճկուն միտքը։ Մասնագետների խոսքով ստուգատեսը զարգացնում է ապագա դիզայներների ստեղծարարությունը, ինչը կարևոր պայման է որակյալ կադր լինելու համար։ Նման միջոցառումները, որը որդեգրել է եւ բուհը եւ ֆակուլտետը, նպաստում են ապագայում ել ավելի մեծ հետաքրքրության դիմորդների կողմից եւ ես ուզում եմ նաեւ հպարտությամբ ասել, այս տարվա մեր կարևորագույն նվաճումներից նա էր, որ ֆակուլտետում մինչ այս չգրանցված մեծ թվով դիմորդների հայտ ունեցանք մենք։ Ֆակուլտետի նախասրահում ցուցադրված է դիզայներական հետաքրքիր լուծումներով շուրջ 50 տոնածառ։ Արամ Մանանդյան, Աշոտ Խաչատրյան լուրեր։